Շինարարները տեղահանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի 4-րդ մույթի առաջին քարը, այսպիսով տալով հավերժության տաճարի վերանորոգման երկրորդ փուլի աշխատանքների մեկնարկը։ 12 մույթերից 3-ը առաջին փուլում վերանորոգվել էին, հերթը հաջորդ 3-ինն է, ու առաջին իսկ քարերը հանելուց հետո պարզ է դառնում վնասվածության աստիճանը։ Ներքևի խոնավությունը նայեք, տակը ջուրը լցված է ու ինքը արդեն կտրված է իր շաղախից, քարերը կտրված է շաղախից։ Շաղախից կտրվել ու քայքայվել են մույթի ինչպես արտաքին, այնպես էլ կողային հատվածների քարերը, վստահեցնում է շինարարը։ Վնասվածության աստիճանը պարզ կդառնա ռադիոգրաֆիկ սարքերով հետազոտելուց ու նմուշարում կատարելուց հետո։ Առաջին 3 մույթերի վերանորոգումը իրականացվել է բարդ գործընթացները հաղթահարելուց հետո։ Պարզ է դարձել յուրաքանչյուրը վնասվածության տարբեր աստիճաններ ունի։ Իրոք այստեղ մեծ խնդիրներ կային եւ մույթերը երբ որ բացվում էին, այս քարերը երբ որ հանում էին, շինարարները համոզվեցին, որ շատ լուրջ խնդիրներ կան ժամանակի ընթացքում ջրի եւ ժամանակի ուրեմն ազդեցության հետևանքով բետոնի այդ կոնստրուկցիաները լուրջ դեֆորմացիաների են ենթարկվել եւ լուրջ վերանորոգման կարիք ունեին։ Իհարկե դրա կարիքը կար, իհարկե դա անհրաժեշտություն էր։ Մոտ 60 տարի նույն միջավայրում գտնվելով սալերը տարբեր աստիճանի վնասվածքներ են կրել։ Յուրաքանչյուր մույթի վերանորոգումը անհատական մոտեցում է պահանջում, նշում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատասխանատուն։ Բազմաթիվ սցենարներ են քննարկվել եւ դրանց վերաբերյալ տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումները մեր մոտ առկա են։ Նախնական շինարարական աշխատանքները, որոնք որ իրականացվելու են, դա մույթերի մեջքի հատվածի քարերի հեռացումն է, որից հետո կուսումնասիրվի ներսում բետոնի եւ երկաթբետոնի վիճակը, իրականացվի նաեւ ռադիոտոմոգրաֆիկ սարքերով ներսի ուսումնասիրություն։ Միայն դրա արդյունքներից պարզ կդառնա, թե որ սցենարով շինարարը կշարունակի աշխատանքը։ Կարող է այնպիսի սցենար ունենանք, որը որ մեր կողմից չի դիտարկվել, բնականաբար դա էլ օպերատիվ կարգով լուծվի ու իրականացվի։ Առաջին փուլի ժամանակ պարզվեց, որ կառուցման ժամանակ բետոնը, որը որ լցվել էր, շերտ էր լցվել եւ այդ շերտը ամեն շերտ ուներ իր ամրությունը, իր տեխնիկական բնութագրիչները, բացի դրանից նաև քայքայման աստիճանը։ Կատարվել է անցքերի բացում 50-70 սանտիմետր, բետոնի լվացում ներսի, հետո սրսկվել է ստաբիլ ցեմ իտալական մապեի նյութով, մեկի մեջ գնացել է 1580 կիլոգրամ, մեկի մեջ 470 կիլոգրամ, մեկի մեջ 700, 3 մույթերից 760 կիլոգրամ։ Դա ցույց է տալիս, որ բետոնները խորոշներ ունեն, քայքայված են։ Երկրորդ փուլի աշխատանքների շրջանակում պետք է ավարտվի նաև տանիքի մնացած հատվածի վերանորոգումը։ Թանգարան ինստիտուտի տանիքն ավելի վաղ մասամբ վերանորոգվել էր ու դրանով լուծվել շենքում կաթոցների խնդիրը։ Թանգարան ինստիտուտի կոնֆերանսների սրահ կա, մենք հենց այդ դրա տանիքի վրա ենք գտնվում եւ կոնֆերանսների սրահի եւ վարչական մասի ամբողջը վերանորոգվել է։ Ջրի հոսք կար պատերի վրա, վատ վիճակում էր գտնվում շենքը եւ ուրեմն այս տարի այս ամբողջը վերանորոգվել է, որը շատ լավ է իհարկե։ Արևելյան մասնաշենքը եւ կենտրոնական մասնաշենքի տանիքների հատվածը դրանք քայլելու համար նախատեսված են։ Դրա տեխնոլոգիական լուծումն էլ է փոխվում եւ դա 4 շարվածքի տրամաբանությամբ է տեղի ունենալու, հանելու ենք մեկուսի շերտը եւ որտեղ որ հարթեցնող շերտը տակի վնասված լինի, դրանք էլ ենք փոխարինելու եւ նոր ջրամեկուսի շերտի իրականացումից հետո արդեն օդային բացակով տեղադրվելու են քարե սալիկներ։ Խոսքը բուն թանգարանի տանիքի մասին է, ոչ պակաս կարևոր հատված, որտեղ եւս անձրևաջրերի հոսքի հետևանքները զգալի են եղել։ Վերանորոգվելու են նաեւ այս պարապետը եւ այս կոնստրուկցիաները, այստեղ եւս մեծ խնդիրներ կային ջրահեռացման հետ կապված։ Նախագծային փոփոխության փուլում են գտնվում, որը որ մոտ օրերս կավարտվի։ Այդ նախագծի փոփոխության մեջ ներառված են նաեւ որոշակի հատվածներ, որոնք որ սկզբնական նախագծից դուրս էր մնացել, այսինքն դեռ ունենք ջեմուղիների հետ կապված որոշակի խնդիրներ, կողային հատվածներում աստիճանավանդակների հետ, մուտքի հատվածի մասով մենք այնտեղ
էլի փոկված քարեր ունենք։ Ինչպես տանիքի, այնպես էլ մույթերի հատվածների վերանորոգման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին զուգահեռ աճում է նաև վերանորոգման բյուջեն։ Եթե ի սկզբանե նախատեսված է եղել 700 միլիոն դրամ, ապա հետագայում այն աճել է հասնելով ավելի քան 1 միլիարդի։ Հետագա ծախսերն էլ պարզ կդառնան աշխատանքների ընթացքում։ Դրանք բարդ են, նոր տեխնոլոգիական լուծումներ պահանջող, բայց մի բան հստակ է։ Գերխնդիր է դրված, որպեսզի հուշահամալիրի բոլոր անկյունները, որը որ թերություն ունի, որը որ պետք է շտկվի, դրանք պիտի վերականգնվեն նույն տրամաբանությամբ, ինչ որ նախկինում է եղել։ Երկրորդ փուլի աշխատանքների ավարտը դեկտեմբերն է, իսկ հաջորդ մույթերի նորոգմանը զուգահեռ մտադիր են նաև շենքի ներքին հարդարման աշխատանքները իրականացնել։ Վարդուհի Արզումանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։